Գյումրիում պաշտոնապես բացվեց հայկական Կարմիր խաչ ընկերության շուրջօրյա խնամքի նորարարական կենտրոնը։ 2020 թվականից կառավարության որոշմամբ Գյումրու տուն ինստիտուտի կառավարումն իրականացնում է հայկական Կարմիր խաչ ընկերությունը։ Այդ պահից հաստատությունն արդիականացվել է, դառնալով ժամանակակից խնամքի կենտրոն, որի ստեղծման վրա կազմակերպությունը ներդրել է ավելի քան 600 միլիոն դրամ, գերազանցելով նախանշված 270 միլիոն դրամ պարտավորությունը։ Ներդրումները ներառում են լայնածավալ վերանորոգումներ, կահավորում, տեխնիկական հագեցվածություն, նաև աշխատակազմի վերապատրաստում։ Եվ այժմ շուրջօրյա խնամքը գործում է որպես օրինակ հոգացության եւ խնամքի։ Կարծես մի նոր մոդել, որն արդեն կիրառական է։ Ազգային ընկերությունը միջև հիմա շարունակում է կատարելագործել թե աշխատակիցների, թե խնամքի կենտրոնի պայմանները հանուն շահառուների կեցության որակի բարձրացման։ Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով. Այս կենտրոնը, որը վերջին տարիներին վերանորոգվել եւ արդիականացվել է, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Այն մեր հարգանքի եւ երախտագիտության խորհրդանիշն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով եւ նվիրումով իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաև պետության կողմից նման հաստատություններում կյանքի որակի բարձր ստանդարտներ սահմանելու եւ դրանցով հետեւողականորեն առաջնորդվելու մասին է։ Մենք խորապես կարևորում ենք մեր ավագ սերնդի ներկայացուցիչների յուրաքանչյուրի անհատական խնամքը։ Յուրաքանչյուր անհատ արժանի է հարգանքի, ուշադրության եւ այնպիսի պայմանների, որոնք ապահովեն վերջիններիս բարեկեցությունն ու հարմարավետությունը։ Իսկ հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը ներկայացրել է կենտրոնում իրականացված աշխատանքները, շեշտելով, որ բոլոր բարեփոխումներն ուղղված են շահառուների բարեկեցության ապահովմանը։ Կենտրոնն այս պահին խնամք է տրամադրում 160 շահառուի։ Ծառայությունները ներառում են կացարան, խնամք, բժշկական եւ հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, սնունդ, հագուստ եւ հիգիենայի պարագաներ։ Ազգային ընկերությունը հաշվի առնելով 7 հիմնարար սկզբունքները, ինչպես նաև տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները, միջազգային նորմերին համահունչ, կենտրոնում հետևողականորեն ձգտել է ապահովել խնամքի ծառայությունների բարձր որակը։ 2020 թվականից սկսած մեր գործընկերների աջակցության շնորհիվ, ինչպիսիք են շվեյցարական Կարմիր խաչը, ավստրիական Կարմիր խաչը, ավստրիական զարգացման գործակալությունը, իտալական Կարմիր խաչը, Ճապոնիայի դեսպանատունը, Լիխտենշտեյնի Կարմիր խաչը եւ այլ գործընկերներ խնամքի կենտրոնում իրականացրել են բազմաթիվ աշխատանքներ եւ բարեփոխումներ, հիմնավորվել են երկհարկանի 3 բնակելի հատվածները, խոհանոցը, այգիներից մեկը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգումից հետո այն ծառայել է անկողնային խնամք պահանջող մեր շահառուների համար։ Միջոցառման ավարտին ստորագրվել է նոր փոխըմբռնման հուշագիր։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության շրջանակում համատեղ նախաձեռնությունների համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։